Բայ, սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նոր օծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր իմ վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգին շարժվի ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի քո հոգու զորությամբ, ամեն իրավիճակի վրա բերելով քո գերբնական փոփոխությունը քո կամքի համաձայն, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, սրտումս մի բանի մասին կա, որ ուզում եմ կիսվեմ, ու սա շատ կարևոր եմ համարում, մանավանդ, որ այս իրավիճակը, որ Հայաստանում ստեղծված է, ես մի քանի օր առաջ կոչով հանդես եկա ու ասացի, որ ես կանգնում եմ առաքելական եկեղեցու կողքին, ի պաշտպանություն, ու ցույց եմ տալիս սրանով Աստծո դիրքորոշումը, ու դրան զուգահեռ ես խոսեցի նաև ավետարանչական եկեղեցու մասին, որը այս պահին չի համարձակվում հանդիմանի Փաշինյանին այն բոլոր հայտարարությունների համար, որ Փաշինյանը անում է, ու դրանք թուրքամետ հայտարարություններ են, ու դա շատ ցավալի է, ու Փառք Աստծո առաքելական եկեղեցու համար կաթողիկոսը ինքը իր հայտարարությամբ հանդես է եկել ու ասել է Արցախի վերադարձի մասին, ինչը չի խոսում վարչապետը։ Ես ուզում եմ դուք մի հատ նայեք, ով է խոսում Աստծո կամքի համաձայն, կաթողիկոսը, թե վարչապետը։ Վարչապետը ասում է Արցախը Ադրբեջանն է, կաթողիկոսը ասում է Արցախը Հայաստանն է ու պետք է վերադարձվի։ Ով է իրանցից խոսում Երեմիա 51:27 տեսիլքի համաձայն։ Մեծ հայքի քարտեզի մեջ Արցախը ամբողջությամբ այդ քարտեզի մեջ է։ Կաթողիկոսի խոսքերը համապատասխանում են տեսիլքին։ Վարչապետի ասածը լրիվ հակառակ է տեսիլքին։ Ամեն մեկը, ով որ լսում է Տիրոջ խոսքը, հնազանդվում ու կատարում է, օրհնված է։ Ամեն մեկը, ով որ լսում է Տիրոջ խոսքը, անարգում է, անիծված է։ Ոստեղ կապ չունի, ինչ կարծիք ունեք դուք կաթողիկոսի մասին ու ինչ կարծիք ունեք վարչապետի մասին։ Ես հստակ վերցնում եմ իրանց արած հայտարարությունները։ Դրանք համապատասխանում են արդյոք տեսիլքին, թե հակառակ են տեսիլքին։ Ով է իր հայտարարությամբ միաբանվում տեսիլքին, ով է իր հայտարարությամբ հակառակվում տեսիլքին, ով է իր որոշմամբ հակառակվում Աստծո կամքին, ով է իր հայտարարությամբ միաբանվում Աստծո կամքին, ով է իր հայտարարությամբ իր վրա բերում օրհնությունը կամ անեծքը, դա երևում է իրանց խոսացածից։ Ոստեղ կապ չունի ով է, ցանկացած մարդ կարա լինի, ու մարդու անձը ստեղ չի, մարդու հայտարարությունն է ստեղ կարևոր։ Դրա համար այն հայտարարությունը, որ այլ է կաթողիկոսը, դա համապատասխանում է Աստծո կամքին, Երեմիա 51:27 տեսիլքին, դրա համար ես իմ աջակցությունը հայտնում եմ տեսիլքը կատարողին, տեսիլքին միաբանվողին, ինչը որ իմ դեպքում նորմալ է, հենց տենց էլ պետք է լիներ։ Ես եթե այս տեսիլքը ազգերի մեջ հռչակողն եմ, ասողն եմ, որ միաբանվեն ու կատարեն, ես կաթողիկոսի հայտարարությունը լսելով հանդերձ, բնական է պետք է ասեմ օրհնված է իր խոսքը, որը համապատասխանում է Աստծո կամքին, ու ես կանգնում եմ իր կողքին, ու այդ իր ասածից հետո է, որ Ադրբեջանը խառնվե իրար։ Դրանից հետո է, որ Ադրբեջանը իր խոսույթը Փաշինյանի միջոցով փոխանցել հայ ժողովրդին։ Փաշինյանը այսօր արտահայտում է ամբողջությամբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, իրանց այդ իսլամական մոլայա ինչա չգիտեմ, դրա
խոսույթն է շարունակում, իսկ ավետարանչական եկեղեցին ինչ դիրքորոշում ունի այս ամեն ինչի հանդեպ։ Դուք Աստծո առաջ եք, դուք ինքներդ ո՞նց եք վերաբերվում այն ամեն ինչին, ինչ որ խոսում է Փաշինյանը, որը Աստծո կամքին հակառակ է, ու իմանալով հանդերձ, որ ինքը խոսում է Աստծո կամքի դեմ, դուք ո՞նց եք իրան օրհնում, որ ինքը ունենա հաջողություն այդ դիվային պատերազմում, որ հայտարարել է Աստծո եկեղեցուն, որ հայտարարել է Աստծո կողմից որոշված ծառայողին։ Ամեն մի ծառայող Աստծո առաջ է ծառայող, Աստծո կողմից է դրված ու Աստված է վերահսկում։ Եթե ինչ-որ մեկը իր սրտով չի, ինքը կհեռացնի իր ուզած ճանապարհով, բայց ոչ ապստամբության ճանապարհով։ Ու ես երբ որ երեք խոսում էի, այդ կոչը երբ որ անում էի, ես ասում էի շատ կուզեմ, որ դուք ներեք իրար։ Գիտեք պատճառը որն է, որ ես նման ձևով ասում եմ։ Երբ որ Հովսեփը ուներ Աստծուց խոսք, բայց հալածված էր իր եղբայրների կողմից, երբ որ Հովսեփը խոսում էր այն մասին, թե ով է ինքը, ու Աստված ինչ կոչում ունի իր համար, ով է ինքը դառնալու, իր եղբայրների դուրը չէր գալի, մանավանդ որ դա ավագ եղբայրներն էին։ Ու իրանք նախանձից ելնելով Հովսեփին վերցրեցին ու վաճառեցին, չնայած որ սկզբից ուզում էին սպանեին։ Ու մտածեցին, որ այն մարդը, որ իրան ինչ որ բան էր հռչակե ու հայտարարում էր, որ ինչ որ մեկն է, այլևս գոյություն չունի, ու այն խոստմունքը, որ Աստված, եթե նույնիսկ դա Աստված է, չի կատարվելու։ Տարիներն անցան, Աստված, քանի որ Հովսեփի հետ էր, Հովսեփին բարձրացրեց ու դրեց այն դիրքի մեջ, որ դառավ Փարավոնի օգնականը, Եգիպտոսի երկրորդ անձնավորությունը իշխանությամբ, դիրքով, ու սկսեց տնօրինել ամբողջ Եգիպտոսով մեկ, Փարավոնի հրահանգով, ամբողջությամբ երկիրը իր վերահսկողության տակ անցավ։ Երբ որ իր եղբայրները նեղության մեջ էին, այդ նույն եղբայրները, որ իրան ուզում էին սպանեին, այդ նույն եղբայրները, որ իրան վաճառեցին, այդ նույն եղբայրները, որ եկան իրանց հորը խաբեցին ու ասացին, որ դաշտում գազանը կերել է Հովսեփին, իր արյունատ պատմուճանը բերելով, այդ նույն եղբայրները, որ նենգություն էին մտածել Հովսեփի հանդեպ, նեղության մեջ էին ու սովի մեջ էին, ու չիմանալով եկան Հովսեփի մոտ։ Հովսեփը իրանց ճանաչեց, ու Հովսեփը ուներ բոլոր հնարավորությունները վրեժխնդիր լինելու իր եղբայրներից իրանց արած նենգության համար։ Բայց Հովսեփի սրտի հետ Աստված աշխատել էր։ Աստված ձևավորել էր Հովսեփի մեջ մի սիրտ, որը ներող սիրտ էր։ Ինչքան էլ որ իր մարդկայինը ուզում էր դուրս գար ու վրեժխնդիր լինել, աստվածայինը Հովսեփի մեջ հաղթեց, ու ինքը չդիմացավ ուղղակի։ Իր մեջ սերը ավելի շատ էր իր եղբայրների հանդեպ, քան այն ատելությունը, որ պետքա լիներ։ Եղբայրների արածը ավելի ցածր դուրս եկավ, քան Հովսեփի սերը, ու Հովսեփը ներեց իր եղբայրներին ու պատիվ տվեց ու կանգնեց իրանց կողքին ու պաշտպանեց ու իրանցից որևէ բան չվերցրեց, որևէ գումարի դիմաց դա չարեց, անշահախնդիր ուղղակի ցույց տվեց Աստծո սերը, որը դրսևորվեց Հովսեփի միջոցով։ Երբ որ ես ասում էի ներեք, ես ասում էի ավետարանչական եկեղեցի, ժամանակի ընթացքում առաքելական եկեղեցին գուցեև քեզ անարգել է ու գուցեև շատ հալածել է։ Երբ որ դու ծնվում էիր, բարձրանում էիր, առաքելական եկեղեցին քեզ համարել է աղանդավոր, քո անունին տարբեր բաներ է կպցրել, ամեն գնով փորձել է քեզ ասպարեզից հեռացնի։ Արդյունքում ժամանակներն անցել են,
ու առաքելական եկեղեցին հայտնվել է նեղության մեջ։ Նեղություն, որը քո վրա չի եկել, այս հարձակումը քո վրա չի, քո վրա չի ավետարանչական եկեղեցի։ Դու ընդհանրապես քո խոսույթով չես դիմակայում թուրքական ծրագրերին, իսլամական ծրագրերին, որ փորձում են ներմուծվի Հայաստան։ Հարձակումը առաքելական եկեղեցու վրա է, որտեղ առաքելական եկեղեցին է դիմակայում իսլամի ներթափանցմանը Հայաստան։ Ու այսօր այս նեղության մեջ շատ կարևոր է քո դիրքորոշումը։ Դու ունենալով հնարավորություն Հովսեփի պես կվարվես, թե չէ, թե դու ուրախացել ես, որ առաքելական եկեղեցին կհալածվի, ինչ որ բաներ կարվեն ու վարչապետի ձեռքով հաջողության կհասնեն ու թուրքական ծրագրերը կիրականանան։ Երեկվա իմ կոչ, երբ որ ասում էի ներեք իրար, սրա մասին էր։ Սա շատ կարևոր ու վճռորոշ պահ է քո համար ավետարանչական եկեղեցի։ Քո դիրքորոշումից կախված է քո վաղվա օրը։ Աստված իրա օծյալին չի գցում։ Աստված իրա եկեղեցու հետ է։ Ու ինչքան էլ դու ուզում ես համարի, որ առաքելական եկեղեցին Աստծուց մերժված է, իրա վրայից օծությունը հեռացել է։ Եթե այդ ձև լիներ, այսօր սատանան առաքելական եկեղեցուց չէր վախենա ու չէր փորձի իրան գլխատել։ Մտածի այս ուղղությամբ։ Սատանան հարձակվում միշտ այն տեղի վրա, որտեղից վտանգ է զգում։ Իսկ այն քրիստոնյան, որը գոլ է, ընդհանրապես սատանային չի էլ հետաքրքրում։ Դու այս ամեն ինչ ինձանից լավ գիտես։ Դրա համար ես ուզում եմ, որ քո որոշումների մեջ ուշադիր լինես ու ընտրես Աստծու կամքը։ Մի կանգնի ապստամբության որդիների կողքին։ Կանգնի Աստծու ընտրության համար, Աստծու կամքի համար, Աստծու տեսիլքի համար, Հայաստանի համար ու աղոթի ընդհանրապես Աստծու կամքը, որ կատարվի։ Թող կատարվի Հիսուսի անունով այն ամենը, ինչ որ Աստված է որոշել Հայաստանի համար։ Աստծու գերբնական պաշտպանությունը Հայաստանի վրա, Աստծու եկեղեցու վրա։ Ամեն մի բան բարձրացած Աստծու եկեղեցու դեմ թող անիծված լինի ու հիմնահատակ ոչնչանա։ Ու Աստված թող իր զորավոր ձեռքով ցույց տա, որ ինքը ի զորու է պաշտպանելու իր եկեղեցին։ Ամեն անօրինության ու ապստամբության վերջը դժոխքն է Հիսուսի անունով։ Ամեն։